137 մարդ ենթարկվել է սարսափելի տուգանքների, շատերը ձերբակալվել են, որոշները ընդհուպ մինչև երկրից արտաքսվել են ընդմիշտ Դուբայում և Էմիրություններում կեղծ տեսանյութեր և լուրեր տարածելու համար։ Ուրեմն Իրանի կողմից Արաբական Միացյալ Էմիրությունների, հիմնականում Դուբայի և Աբու Դաբիի վրա հարձակումների, տեսանյութերի, լուրերի 84%-ը կեղծ են եղել, արհեստական բանականությամբ ստեղծված, և հենց դրա պատճառով 137 մարդու ենթարկել են սարսափելի տուգանքների, շատերին ձերբակալել են, իսկ որոշներին ընդհուպ մինչև արտաքսել են երկրից ընդմիշտ այդ նման խախտումների համար։ Հիմա լսեք պաշտոնական թվերը. 35 մարդ արհեստական բանականությամբ կեղծ տեսանյութեր տարածելու համար, 25 մարդ կեղծ տեղեկություն տարածելու համար, 20 մարդ ոչ ճշտված տեսանյութեր տարածելու համար, 10 մարդ հակաօդային պաշտպանության համակարգերը նկարելու և տարածելու համար, 19 մարդ արհեստական բանականությամբ մանիպուլացնող տեսանյութեր տարածելու համար, 3 մարդ չճշտված լուսանկարներ տարածելու համար և ևս 25 մարդ կեղծ լարվածություն ստեղծելու համար։ Այս բոլոր մարդկանց սպառնում է 27,000-ից մինչև 50,000 ԱՄՆ դոլար տուգանք, շատերին 2 տարի ազատազրկում, այնուհետև ցմահ վտարում երկրից, իսկ որոշներին և տուգանք և ցմահ վտարում երկրից։ Հիմա ասեք, այս ամեն ինչը ճիշտ է թե սխալ։ Արդյոք ճիշտ չի, երբ երկիրը գործում է լիարժեք օրենքների սահմանում։ Պատերազմի ժամանակահատվածում, թե այս վերջին, թե դրանից առաջ, Հայաստանում ինչքան կեղծիքներ տարածողներ եղան, կեղծ լուրեր, տեսանյութեր, այն նման օրենքների շնորհիվ է, որ այդ տիպի մարդիկ նույնիսկ երազներում չեն պատկերացնի, որ կարող են այդպիսի կեղծիքներ տարածել։ Դրա համար միշտ ասել եմ ու կասեմ. բրավո արաբներին, բրավո նման հզոր երկիր, նման օրենքով երկիր ստեղծելու համար։ Իսպանիան սկսել է նույն օրենքներով գործել։ Վերջերս օրինագիծ են բերել Սենատ, որը որ 99%-ով հաստատվելու է, որ երկրում պատիժը կրկնապատկվի։ Այսինքն ծանր օրենքներով պետք է երկրները կայանան։ Հենց այդ պատճառով է, որ վերջին 1 տարում Իսպանիայում հանցագործությունների թիվը 9%-ով նվազել է, ամենամեծ տոկոսը եվրոպական երկրների մեջ։ Վերջին 1 տարում շատերը, ովքեր որ այդ գողություններով էին փոքր զբաղված, լքել են Իսպանիան, որովհետև արդեն անարդյունավետ է իրենց գործունեությունը։ Երկիրը հզոր է նաև օրենքներով։